Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մի հատ կարճ մի երկու կարևոր բան կասեմ, մեր համար էլ շատ կարևոր է։ Ուրեմն տեսեք, եթե կհիշեք 3 առաջ օրը Մոսկվայի վրա մի հատ հսկայական անօթաչու թռչող սարքերով ուկրաինական հարձակում էր իրականացվել, երևի տեսած կլինեք կադրերը։ Հիմա դրա մասին երկու բառ ասեմ, ու մի հատ շատ կարևոր հանգամանք կա, որի վրա ուզում եմ բոլորդ ուշադրություն դարձնեք։ Ուղղակի ես հիմա Մոսկվայում եմ, ու այդ պահին մոտակա այդ տարածքում էի, հենց այդ կողմը գնացել եմ ամբողջությամբ տեսել ինչա կատարվում։ Հիմա տեսեք, կոնկրետ ասեմ ինչ էր։ Ուրեմն ամբողջ երկինքը այդ դրոցներն էր բիսպիլոտնիկների ու այդ անօթաչու թռչող սարքերի ու չափսերը շատ մեծ էին։ Համեմատաբաց են իսրայելական հարոպներին, որ Արցախում մեզ խփում էին, դրանցից շատ մեծ էին, բայց սրանք էլ էին հենց կամիկաձե։ Ուրեմն երկու հսկայական թաղամաս, Երևանի կեսի չափ երևի, այդ գործարան նավթի որ կար, գտնվում այդ երկու թաղամասի արանքում։ Հարձակման տակ էր, կարելի ասել այդ երկու թաղամասը ամբողջությամբ մի քանի ժամ մարտի մեջ էր, հսկայական հարվածներ, այդ հոպներ խփում, չգիտեմ ընդեղ մի հատ ահավոր վիճակ, ամբողջությամբ տրաքոսներ, այդ տրաքոսներն էլ այնպես տրաքոսներն էին, որ չգիտեմ երկրաշարժ էր լինում, տասնյակ կիլոմետրեր ձայնը լսվել է։ Հիմա ինչն է հարցը, տեսեք, ոչ մի զոհ, բարեբախտաբար ոչ մի զոհ չի եղել, ընդհանրապես, այդ մի քանի ժամվա այդ հսկայական հարձակման տակ, ընդամենը վնասվել են մի քանի շենք և վնասվել է այդ գործարանի մի քանի այդ պահեստները, բենզինի, տենց նավթի պահեստները, ուրեմն այդ ուղղակի շատ ուժեղ հրդեհներ էր, ծուխը հելել էր շատ բարձր, ամբողջ մի համարյա մի 20 ժամ այդ ծուխներ չէին կարում հանգցնեին, բայց հիմա լրիվ մի սուտքում հանգցրեցին, մի սուտկայում հանգցրեցին, հիմա նույնիսկ տեղն էլ չի երևում կարելի ասել, պետք է շատ մոտիկ գնալ։ Եվ կային վիրավորներ մի քանի։ Պատկերացնում եք, ոչ մի զոհ։ Ինչից է, ով կարա, մի հատ հələ մտածեք, ինչից կլինի, որ զոհ չկա ընդհանրապես, մարդ չի մահացել։ Ուրեմն դա նրանից էր, որ ժողովուրդ մի հատ շատ կարևոր փաստ ես ուշադրություն դարձրեցի, խուճապ չկար, ընդհանրապես խուճապ չկար, ոնց որ ընդհանրապես, ասենք, մի հատ ինչ-որ մարդ իրա գործն անում, չգիտեմ, միտեղ առևտուր անում, էլի կայնած իրա տեղը իրա առևտուրն անում էր, բացի այն տեղից, որտեղ որ խփում էին կոնկրետ, այն մնացած տեղերը, ընդհանրապես մարդիկ հանգիստ, այդ գմբ, դեղ, սենց բան, հա, նորմալ, չգիտեմ, ես ուղղակի զարմացած եմ, շատ էսի կարևոր բան է, այդ խուճապն է ամեն ինչ անում, խուճապի պատճառով հենց զոհեր են լինում, ինչ աղետ ուզում է լինի, եթե խուճապը եղավ, զոհերը լինում են, եթե ընդհանրապես խուճապ չեղավ, կարող է տեսեք, ընդհանրապես զոհ չի եղել այդպիսի արձակման դեպքում, ու ես ասեմ, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ հնարավոր է այս երկրին հաղթել, շատ չարաչար սխալվում է, Ռուսաստանին հաղթել անհնար է, այդ հարձակումը ինձ նորից, ես չնայած այդ մասին, ես համոզված եմ դրանում, որ չեն կարա ոչ մեկ հաղթի, շատ փաստեր կա դրա պատճառով, բայց երեկ առաջ օրվա հարձակումը ցույց տվեց, որ իրոք անհնար է, ոչ մի բան ասում եմ այդպիսի հարձակումից հետո ընդհանրապես ոնց որ հիմա այդ նույն տեղերով գնում ես, ոչ մի ընդհանրապես հետքն էլ չկա։ Այդ պատի հետևը այդ կոնկրետ շենքի խփածն է, վсё։ Հիմա մի հատ բան եմ ուզում հիշեցնել, ժողովուրդ, 2020 թվականին այդ պատերազմի ժամանակ Արցախյան ուղղակի սա ինձ պատմել են, ես այդ ժամանակ եղել եմ Արցախում, ինձ պատմել են Բալաովիտ գյուղի բնակիչները, Աբովյան քաղաքի երկնքում մեր հոպը խփում է 3 հատ փոքր անօթաչու թռչող սարք ադրբեջանական, 3 հատ, ինչ որ հարվածային էլ չեն լինում, ինչքան գիտեմ դրանք, հետախուզական են լինում, 3 հատ տրաքոց ստից, հա, ինչ որ գմբ, եւ ուղղակի որ համեմատես էստեղի, այս տրաքոցների հետ, դա ուղղակի փուչիկ ոնց որ տրաքի, ստեինը ոնց որ ատոմային ռումբներ տրաքեին,
Լավ, հիմա տեսեք, ու ինձ ասում են Բալովիտում դե ճանապարհը Աբովյանից դեպի Երևան Բալովիտ գյուղով է անցնում։ Այդտեղ ինձ ասում են հենց այդ տրակոսներից հետո մի 5 րոպե, 3 րոպե հետո մարդիկ ուղակի դուրս են գալիս հայա, ոչ մի բան, այդ մարդիկ չեն ուզում ոչ մի նայեն։ Տենում են, որ այդ ամբողջ ճանապարհը գնալն էլ Երևան դեպի գալն էլ ամբողջությամբ պրոբկա է դեպի Երևան։ Մարդիկ, այսինքն Աբովյան քաղաքից մեծամասնությունը նստել են մեքենաները ու փախնում են ինչ որ միտեղ առանց հասկանալու թե այդ ուր են փախնում, ես ուր են ուզեցել փախնեն, չեմ հասկանում։ Ընդամենը 3 հատ տրակոց է եղել, ոչ միտեղ չի, այն էլ օթում, խփել են, հոպը խփել է։ Իսկ ստեղ շատ ահագին գետնի վրա էր սաղ տրակոցները համարյա, քանի որ հոպը որ խփում եմ էլի շատ դեպքերում ընկնում էր գետնին էր տրակում։ Հիմա այդ խոճապն է, մտածեք բոլորդ, ինչ պարտադիր չի պատերազմ լինի, ցանկացած արտակարգ իրավիճակներ, ցանկացած աղետ, դա կլինի երկրաշարժ, Աստված չանի մի բան, խոճապ չպետք է լինի, պետք է հանգիստ ամեն ինչի հարցը լուծել, խնդիրը լուծել, որպեսզի պրոբլեմներ չլինի, զոհեր չլինի։ Այս մասին մտածեք ու միշտ պատրաստ եղեք ցանկացած արտակարգ իրավիճակի։ Այսքանը։